Բարձանանք վերև, համ կոպեկ խմենք, համ էլ կզրուցենք։ Բարձանանք, եթե ամեն ինչ նորմալ է։ Վիգեն, լալիսն ես դարել, անդադ կասկածով ես նայել ինձ։ Լսի, դու սարիկը չես, որ ես կողքից տեսնեմ ինչ ես անում ու ձեն չհանեմ։ Կամ էլ մտածեմ, որ խոսալը անիմաստ է։ Եթե բան կա, ասա, խոսա, որ ես հասկանամ։ Ինչա ես չեմ տեսնում, չեմ հասկանում, որ խառնվել ես իրար, չգիտեմ ինչեր ես անում։ Կարող ես ապուշեմ, որ հավատամ քեզ, թե ինչ-որ մեկը հենց ընենց բերեց $100,000 տվեց քեզ։ Քան չի տալու, քիչ են տալու, գործ եմ անելու։ Ռեստորացիա կար, հրաժարվել էի, հիմա համաձայնվել եմ։ Մնացածը պարտք է, քիչ են տալու։ Եթե հարցաքննությունը ավարտվել է, գնանք կոֆե խմենք։ Էլ չեմ ուզում, թող մնա հետո։ Հիմա գնալու եմ տուն ու ասեմ, որ ամուսնանում եմ։ Դե կարաս գախնի պահես, հարսանիքի օրը միանգամից բոլորը կիմանա։ Լսի, մենք ամբողջ կյանքում իրար ճանաչել ենք։ Բայց նենց ես նայում, ոնց որ առաջին անգամ ես ինձ տեսել ու դու հանկարծ օդից իջել ես ու քեզ ամուսնության առաջարկություն եմ արել։ Չէ, դե համ սպասելի էր, համ էլ շատ անսպասելի էր, Համել ինչ։ Դե ճիշտ է ամբողջ կյանքում ճանաչել ենք, բայց մերոնք չգիտեն, որ հանդիպում ենք ու չգիտեմ ոնց կարձագանքեն։ Ուզում ես քո հետ ես էլ գամ կամ զանգեմ պապայիդ հետ խոսամ։ Չէ, ես կասեմ, հետո նոր դու կգաս կխոսես։ Հաստատ։ Ինձ ավելի լավ է։
Գտար հեռախոսս։ Ադել ջան, կանչել ես։ Հա, հեռախոսս էի ուզում, բայց սիրելի քույրիկս արդեն բերեց։ Ինչ որ բան կուզես։ Չէ, մամ, ուղղակի գնալս դուրը փակի էլի։ Շատ աղմուկ է։ Հեռախոսս էլ արդեն մոտս է։ Մամ, մի բան եմ ուզում հարցնել քեզ։ Ինչ։ Ադելի կյանքում մարդ կա։ Դե նկատի ունեմ սիրահարված է։ Չէ, ես չգիտեմ, ինչ ես հարցնում։ Մատանիս հանել եմ, որ Ադելը չտեսնի։ Լիզ, դե մենք հիմա բոլորս պետք է մտածենք մենակ Ադելի մասին։ Իսկ ես չգիտեմ ինչ մտածեմ, ինչ զգամ, չգիտեմ ինչ ա լինելու։ Դե առայժմ թող ամեն ինչ մնա նենց ոնց կա։ Մամ, Ադելի բլոկնոթի մեջ առաջին էջից մինչև վերջ Հովոյի դիմանկարներն է։ Վաղուց գիտեիր, մամ։ Դե հա մտածում էի դու էլ գիտես։ Չէ, ես ոչ մի բան չգիտեի։ Ես ոչ մի բան չեմ նկատել։ Ու Ադելն էլ երևի չի նկատել։ Ոչ մի բան։ Դե հա, արի, թե չմտածելու եմ, որ չես ուզում էլ հետը շփվես։ Դե որովհետև քեզ ջարդխուր տեղած Ադել պետք չի, չէ՞։ Դե լավ, սպասում եմ, արի։ Ալո։ Լիզ, ձեր տուն եմ գալիս, մի հատ կասես Ադելին ինչ բերեմ։ Պարոն գնդապետ, այս Սարիկի հինտան հասցենա։ Ինքը այնտեղ չի ապրում, մայրն է ապրում, ճշտել ենք, իրար հետ կապ չունեն, բայց կարող է և շփում ունեն։ Սպասում ենք հաստատեք, որ տարածքը նայենք։
Եկա։ Ալո։ Դու հիմա որտեղ ես։ Ինչ ես հարցնում։ Ուղղակի հարցնում եմ, հենց հիմա որտեղ ես։ Այս պահին։ Շատ կարևոր է, արագ ասա։ Կարող է ես ասեմ որտեղ ես։